Հարգելի հայրենակիցներ, Քայլիս դավաճանավող մակը աղանդավոր Նիկոլի գլխավորությամբ շատ ծանր են տարել դեկտեմբերի 18-ին Մայր տաճարի վրա հարձակումը եւ դրա ֆիասկոն։ Հատկապես որոշ քայլիստներ շատ ծանր են տանում այդ ֆիասկոից հետո տեղ ունեցած իրադարձությունները, երբ որ իրենց թիմակիցները իրենց բնորոշ լկտի, ցինիկ, պիղծ մեկնաբանություններով ել ավելի սրեցին իրավիճակը։ Օրինակ, բոլորդ եք հիշում, որ Մայր տաճարի վրա հարձակման ժամանակ յուրահատուկ ակտիվություն էր դրսևորում Երևանի օպերայի եւ բալետի թատրոնի փոխտնօրեն Հայկ Դուրգարյան անուն ազգանունով մի ճիվաղ, ով իրեն թույլ էր տվել այդ սրբապիղծ արարքը եւ կանգնել էր Ալեքսանդր առաջին Ջուղայեցի կաթողիկոսի շիրմաքարի վրա։ Ուրեմն այս իրադարձություններից հետո լրագրողները պարզել էին ով է սա, պարզվեց, որ սրա եղբայրը դիրիժոր Կարեն Դուրգարյանն է, հարցրել էին, թե ինչպես կմեկնաբանի, այս մյուս ուրեմն անձն էլ, այս եսին ինչն էլ հայտարարել էր, որ դե իր եղբայրը կանգնել էր շիրմաքարի վրա, որպեսզի մաքուր օդ շնչի։ Դե ինքնըստինքյան հավատավոր ժողովուրդը, նորմալ մարդիկ այս սրբապիղծին սկսեցին թիրախավորել, կշտամբել համապատասխան մեկնաբանություններով, ինչու՞ չէ նաև արդարացի վիրավորել տեղին, եւ ինչ տեղի ունեցավ։ Այս քայլիստները որոշել են, որ այդ Կարեն Դուրգարյանին պետք է պաշտպանեն։ Օրինակ քայլիստ Բաբկեն Թունյանը, մի հատ մանիպուլատիվ, բացարձակ հիմնազուրկ, մեջը ինքը բացարձակ չի պատճառաբանում, թե օրինակ Կարեն Դուրգարյանին, որ վիրավորում են, ինչի համար են վիրավորում կամ թիրախավորել են Բաբկեն, Կարեն Դուրգարյանը այսպես նստած հաց ու սոխեր ուտում, մեկ է մարդիկ անմեղսունակ են, շրախկ հարձակվեցին Կարեն Դուրգարյանի վրա, հա? Այդ Կարեն Դուրգարյանը ոչ մի բան չէր արել Բաբկեն։ Ամեն իրեն հարգող հավատացյալ, հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալ, պետք է վիրավորված զգա, որ իր եկեղեցու կաթողիկոսի շիրմաքարին ինչ որ մեկը կանգնել, վազվրտում է կամ մաքուր օդ է շնչում թեկուզիև։ Բաբկեն, եթե դու նորմալ ես համարում դա, դու հարազատներ ունես, տար Կարեն Դուրգարյանի եղբորը այդ Հայկ Դուրգարյանի կանգնեցրու բարեկամների շիրմաքարերի վրա ու շատ հանգիստ դիտիր, թե ինչպես է ինքը ուրեմն մաքուր օդ շնչում։ Դա եթե նորմալ եք համարում, գնացեք դուք ձեր շիրմաքարերի, ձեր բարեկամների շիրմաքարերի, ընտանիքների անդամների շիրմաքարերի վրա, տարեք կանգնեցրեք ձեր թիմակիցներին ու թող նրանք վազվրտեն ու լավ զգան։ Մի բան որ գրում եք, գրում ես Բաբկեն, մի հատ հիմքը նշի, թե մարդիկ ինչ են թիրախավորում։ Ուրեմն նախ երկրորդը, այդ դու Էջմիածինում տեղի ունեցած այլանդակությունները համարում ես ակցիա, դա ինձ համար սրբապղծություն է, այդ թվում նաև կաթողիկոսների շիրմաքարերի վրա հելնելը։ Հաջորդը, նշում ես, որ նախկինները Մովսես Խորենացի մեդալ են տվել, նախկիններին, եթե ընդդիմադիրներին Կարեն Դուրգարյանը պաշտպաներ, ապա ինքը չէր թիրախավորվի, չէ, կթիրախավորվեր, եթե այդպիսի ապուշ եւ տկարամիտ մեկնաբանություն տար իր եղբոր արարքի համար։ Քեզ ով է ասել, որ եթե ընդդիմադիրներից ինչ-որ մեկը ապուշ արտահայտություններ է անում, ուրեմն մենք բոլորս պետք է պաշտպանենք։ Չկա նման բան։ Ինչ վերաբերում է Մովսես Խորենացի մեդալին տալուն, Բաբկեն, մարդ կարող է պրոֆեսիոնալ լինել եւ մեդալի արժանանալ, բայց որպես մարդ լինել ոչնչություն, լինել պիղծ ու անասուն։ Ես չեմ ասում, թե դա ով է, բայց նշում եմ էլի քեզ համար, որ իմանաս, որ մեդալ տալը դա դեռ չի նշանակում, որ ինքը լավ մարդ է։ Հաջորդը, ուրեմն դու ընդհանրապես ուսումնասիրել ես ով է Հայկ Գևորգի Դուրգարյանը։ Լավ կլինի մի հատ մտնես դատալեքս, ինչպես արել է Ազգ օրաթերթի ուրեմն լրագրող եւ պարզես, որ Երևանի օպերայի եւ բալետի Սպենդիարյանի անվան թատրոնի փոխտնօրենը անցնում է թմրամիջոցի գործով ըստ Ազգ թերթի եւ եւս 4 այլ քաղաքացիական գործերով հիմնականում ուշադիր փող է վերցրել ու հետ չի տվել, այսինքն պարտքերի մասին է խոսքը, լավ, եթե փողել չի վերցրել, ինչ որ ծառայություններից է օգտվել ու փողը չի տվել։
Այս չէ ձեր մտավորականությունը, բաբկեն։ Յոյոյի լյովին ես նշում, յոյոյի լյովը հազարապատիկ ավելի մտավորական է, քան իմ նշած Երևանի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն դիրիժոր Դուրգարյան Կարենը ու իր աղբեր Հայկ Դուրգարյանը, որոնք ապացուցել են, որ իրանք ոչ միայն մտավորական չեն, իրենք նաեւ ցինիկ են եւ խուլիգան իրենց պահվածքով, որտեղ մեկը թրվռում էր Ալեքսանդր առաջին Ճուղայեցի կաթողիկոսի շիրմաքարի վրա, մյուսը փորձում էր այդ այլանդակությունը արդարացնել։ Լավ կլիներ պապանձվեիք, բաբկեն,